Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրք ռեժիսորի հայոց ցեղասպանության մասին ֆիլմը դիտելու համար հանդիսատեսն անհամբեր սպասում է կինոդահլիճ մտնելու իր հերթին։ Սպին պատմում է հայ ժողովրդի 1915-ից ի վերջ սպիացող վերքի մասին։ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին ընթരാճ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը Եվրոպայում բարձրացավ մեծ կինոէկրան, ուղղակիորեն վկայելով այն մասին, որ 100-րդ ապրիլ 24-ի հետ հաշվարկին զուգահեռ մեծ եղեռնի ճանաչման ու դատապարտման միջազգային գործընթացը ակտիվորեն շարունակվում է։ Փարիզի քաղաքապետարանի պատկերների ֆորում մշակութային սրահը համախմբել էր աշխարհի եւ կինոյի իրավիճակը խորագրով համաշխարհային կինոյի փառատոնի հանդիսատեսին։ Կինոտոնը սկսվեց թուրք ռեժիսորի հայկական ֆիլմի ցուցադրությամբ։ Նախորդ դարասկզբին հայկական ողբերգական դեպքերի մասին կինոպատումի փարիզյան պրեմիերայի ժամանակ ֆիլմի հեղինակն անկեղծացավ. Կինոժապավենը պատմություն է, որի նպատակը հետագայում ցեղասպանությունների կանխարգելումն է։ Ֆիլմն իհարկե հասցեագրված է ամբողջ համաշխարհային հանրությանը։ Չէ՞ որ այսօր էլ աշխարհում նույնանման ողբերգություններ են պատահում։ Ֆիլմի գլխավոր ուղերձը ժխտողականության դեմ պայքարն է։ Մինչև մեծ կինոէկրան բարձրանալը հայոց ցեղասպանությանը նվիրված Ֆաթիհ Աքինի ֆիլմը բազմիցս է դարձել թուրք ազգայնականների քաղաքական շահարկումների թիրախ։ Ամեն ինչ սկսվեց, երբ ռեժիսորը հարցազրույց ունեցավ հայկական Ակոս թերթի հետ։ Ֆիլմը դուրս եկավ Կաննի փառատոնի ծրագրից, բայց ցուցադրվեց Վենետիկի կինոփառատոնում, արժանացավ հատուկ մրցանակի։ Ես սերտ կապեր ունեմ Հայաստանի հետ, ամուսինս հայ է, նրա քույրը շատ գեղեցիկ մի աղջիկ, որը խաղում է ֆիլմում։ Ինձ համար շատ կարևոր էր լուրջ ռեժիսորի նկարահանած այս ֆիլմը տեսնելը, այն իր մեջ հույս է կրում, հույս հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Աքինի նոր ֆիլմում ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը մարմնավորում է Մարտինում ապրող հայ տղամարդու, որը մազապործ լինելով 1915-ի հայոց ցեղասպանությունից իր երկու դստերին փնտրելու համար հասնում է Միացյալ Նահանգներ։ Աքինի նախագծով ի սկզբանե հետաքրքրված էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի պրոդյուսերները, որոնց համատեղ ֆինանսավորմամբ էլ ֆիլմը ներկայացվեց հանդիսատեսին։ Սա բացառիկ երևույթ է, որ թուրք ծագումով, գերմանացի, բայց թուրք ծագումով ռեժիսորը ֆիլմ է նկարում հայ ցեղասպանության մասին, եւ ես հույսով եմ իհարկե, որ հայ հանդիսատեսը կսիրի մեր ֆիլմը, եւ ընդ որում մի բան նշեմ, որ այս երեկո դահլիճի կեսը թուրք էին եւ մյուս կեսը հայ։ Իդեպ ֆիլմի ցուցադրության ընթացքում դահլիճում քիչ չէին թուրք հանդիսատեսները։ Սպին կրկնօրինակվել է արևմտահայերեն, ինչը իրականացվում է առաջին անգամ։ Թարգմանչի խոսքով 8 հոգով 70 դեր խաղացին։ Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմում հնչում են դերասանուհիներ Արսինե Խանջյանի, Արևիկ Մարտիրոսյանի, ինչպես նաև Սերժ Ավետիքյանի, Սիմոն Աբգարյանի ձայները։ Իրականում առաջին անգամն է կարծում եմ, որ արևմտահայերեն լեզվով դուբլաժ է կատարվում եւ քանի որ Փարիզում էինք, բավականին դժվար եղավ դերասաններ գտնել։ Նորա Արմանին այստեղ էր, քանի ֆեստիվալի արդիվ զանգեցի, ասեցի դու հետ չես գնա, Նյու Յորք է ապրում ինքը։ Մի քանի ձայներ նա արեց, մի քանի ձայներ ես արեցի, հետո դերասաններից Արևիկ Մարտիրոսյանը, Սիմոն Աբգարյանը եւ Արսինե Խանջյանը իրանց ձայները արեցին։ Ինձ ասեցին, որ հաջող է դուբլաժը, մարդիկ հավանել են, կարծում եմ կողք կլինեն։ Փարիզյան պրեմիերայից բացի նոյեմբերին Սպին կհայտնվի նաև ռուսական վարձույթում։ Մայա Խաչատրյան, Խաչիկ Մարտիրոսյան, Առաջին ալիք։